հենց հիմա պահանջվում է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը գա այս տարածք, Երևանի ամենաբանուկ տարածքներից մեկը, վրացական Նաիրի Զարյան և Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկ, որովհետև այս տարածքում նոր մի քանի րոպե առաջ տեղի ունեցավ վթար, որի հետևանքով մի երիտասարդ աղջնակ 15-16 տարեկան վթարային իրավիճակ հենց պետության գործակալների կողմից ստեղծված պատճառով այդ երեխան ընկավ ավտոմեքենայի տակ։ Հիմա տարան այդ երեխային հիվանդանոց։ Հիմա տեսեք, այստեղ ինչ է կատարվում, հարգելի քաղաքացիներ, եւ ոստիկանության ուշադրությունն եմ հատկապես հրավիրում, այս ավտոմեքենաները, որ մուտք են գործում այս դարպասից, դարպասը գտնվում է Հրաչյա Քոչար, Նաիրի Զարյան և վրացական խաչմերուկում։ Այս ավտոմեքենաների պատճառով, մուտքի պատճառով, այս հսկայական գազանների պատճառով, որ մուտք են անում, ելք են անում այստեղ, ընկավ այդ երեխան ավտոմեքենայի տակ։ 2 օր առաջ այստեղ ոստիկանությունը հանրային կարգ էր պաշտպանում։ Այդ ոստիկանությանը մենք զգուշացրեցինք, որ տեղի է ունենալու վթարային իրավիճակ այս ապօրինի շինարարության պատճառով։ Վթարը եղավ։ Ունենք վիրավոր աղջնակ, որը հիմա գտնվում է արդեն հիվանդանոցում։ Ձեր պատճառով է տեղի ունեցել։ Այստեղից հսկայածավալ ջուր են բաց թողել, ջուրը սառել է, սառույց է առաջացրել, այս սաներ մեքենաների գնալ գալու պատճառով մարդիկ ընկնում են ավտոմեքենաների տակ։ Այս տարածքը հնարավոր չէ շահագործել այսպիսի ապօրինի շինարարության համար։ Ոստիկանություն, մարդու իրավունքների պաշտպանի հսկայական գրասենյակ, հերիք չէ մարդկանց գցեք ավտոմեքենաների տակ, ես սպանեք կամ դարձնեք ինվալիդ։ Հերիք է։ Դադարեցրեք այս ապօրինի շինարարությունը։ Այս գազան մեքենաներին հանեք այս տարածքից, թույլ մի տվեք, որպեսզի մեր փողոցները, որ նախատեսված չի այս գազան ավտոմեքենաների համար, գան այստեղ գնան եւ մարդկանց կյանքի վտանգեն, կյանքերը վտանգեն, կանանց կյանքերը խլեն։ Հայ կանանց կյանքերը խլում են այսօրվա գործող թուրք իշխանությունները։ Այս պահին այստեղ դադարեցրել են աշխատանքը, բայց սպասում են, որպեսզի էլի գան մարդկանց կյանքերը խլեն, մարդկանց կյանքերի հաշվին ուզում են այս մարդիկ իրականացնել այս ապօրինի շինարարությունը։ Երևանի պատկան մարմիններ, նորից զգուշացնում եմ ձեզ, անմիջապես դադարեցրեք այս ապօրինի շինարարությունը։ Այս ապօրինի շինարարությունը արդեն այսօր 2 օր է տեղի է ունենում, արդեն վտանգեց մի աղջնակ երեխայի կյանքը։ Հիմա այդ երեխան գտնվում է հիվանդանոցում։ Նույնիսկ շտապօգնության մեքենան քանի րոպե չէր կարողանում մոտենալ այս տարածքին, որովհետև տարածքը ամբողջությամբ խցանվել էր։ Տարածքը նախատեսված չէ այսպիսի ապօրինի շինարարության համար։ Դադարեցրեք այս ապօրինի շինարարությունը։ Նորից եմ կրկնում, անմիջապես ներքին գործերի նախարար տիկին, եկեք այս տարածք եւ տեսեք ձեր աչքերով ինչ է կատարվում։ Վաղը ձեր հարազատն է, ձեր մերձավորն է ընկնելու այդ ավտոմեքենայի տակ այս տարածքում։ Վաղը դուք եք դառնալու այս տարածքում այդ ապօրինությունների զոհը։ Հիմա այստեղ ոստիկանը ինչ որ կանգնած նկարահանում է, նկարի եւ փոխանցի քո